Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ գեներալ Դմիտրոս Հոպիսի հրավերով պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում է գտնվում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Աստրյանի գլխավորած պատվիրակությունը։ Գլխավոր շտաբների պետերի փակ նիստին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Հունաստանի համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Բարձր գնահատելով համագործակցության առաջընթացը նշվել են նախկինում կատարված աշխատանքներն ու նախանշվել ապագա անելիքները։ Կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի եռակողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Աստրյանը հանդիպել է նաև Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաուս Դենդիասի հետ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ներկայացրել է Հայաստանի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանում զինված ուժերի բարեփոխումների իրագործմանը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտի 4-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաուս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։ Դենդիասը նախկինում զբաղեցնում էր Հունաստանի արտգործնախարարի պաշտոնը եւ այն քիչ պաշտոնյաներից էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ժամանել էր Հայաստան։ 23 թվականին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Հունաստան կատարած այցի շրջանակում Հայաստանի ու Հունաստանի կառավարությունների միջև ստորագրվել էր ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը։ Նախորդ տարվա հունիսին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը խորհրդարանում ներկայացնելով այս համաձայնագիրը նշել էր, որ համագործակցության ուղղություններ են հանդիսանալու զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի արտադրման նպատակով տեխնոլոգիաների փոխանցումն ու տեխնիկական աջակցությունը, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության եւ փորձի փոխանակումը, ռազմական նշանակության ապրանքների ու դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացումը, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնումը, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտների քննարկումը։ Համաձայնագիրը նախատեսում էր դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման եւ շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում։ Համաձայնագրի շրջանակում երրորդ կողմերին համատեղ աշխատանքի արդյունքների եւ սարքավորումների վաճառքն իրականացնելու, ինչպես նաև արտադրման թույլտվություն տրամադրելու համար կպահանջվի երկու կողմերի նախնական գրավոր համաձայնությունը, ընդ որում դրանց երրորդ կողմերին հասանելիությունը կկարգավորվի առանձին համաձայնագրերով։ Նշենք նաև, որ նախորդ տարի հունական մամուլում տեղեկատվություն եղավ, որ Հունաստանը Հայաստանին S-300 զենիթահրթիռային համալիրներ է վաճառելու, ինչը հետագայում հերքվեց Հունաստանի պաշտպանության նախարարի կողմից։ Իդեպ Հունաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու մասին է խոսել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ ռազմաարդյունաբերության ոլորտի փորձագետ Ավետիք Քերոբյանի հետ։ Պարոն Քերոբյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես շնորհակալ եմ։ Եվ այժմ տեսնում ենք Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ գեներալ Դմիտրոս Հոպիսի հրավերով Հայաստանի գլխավոր զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Աստրյանի գլխավորած պատվիրակությունն է Հունաստանում։ Ինչ սպասել այս այցից, պարոն Քերոբյան, եւ որքան հեռու կգնա ձեր կարծիքով Հայաստանի եւ Հունաստանի միջև խորացող, այսպես ասած, ռազմատեխնիկական համագործակցությունը, համեցեք։ Դե հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցությունը եւ ընդհանրապես ռազմական համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի։ Հայ-հունական ռազմատեխնիկական հանձնաժողով կա շատ վաղուց վանից եւ պետք է ասեմ, որ հունական զինված ուժերի տրամադրության տակ գտնվող, բայց ռուսական արտադրության հակօդային պաշտպանության միջոցների սպասարկման գործում հայկական մասնագետները մեծ ներդրում են ունեցել, մեծ մասնակցություն են ունեցել եւ դուք նշեցիք նաև երրորդ երկրների կողմից արտադրված մատակարարված, դա առաջին հերթին վերաբերում է իհարկե ռուսական զենքին եւ տեխնիկային։ Գաղտնիք չէ, որ Հունաստանը ժամանակին ունեցել է եւ հիմա էլ դեռ ունի ռուսական արտադրության զենիթահրթիռային համալիրներ, S-300, ասաներ է ունեցել, պանցիրների մասին էր խոսք գնում, ռեփ միջոցների արկայության մասին է խոսք գնում, այսինքն Ռուսաստանը ունեցել է, ինքն էլ ունեցել է Հունաստանի հետ
որոշակի ռազմատեխնիկական համագործակցություն, որում հայկական կողմը ունեցել է նաև որոշակի մասնակցություն։ Եվ այս ռազմատեխնիկական համագործակցությունը դա ընդհանրապես ասած նորություն չէ։ Պետք է նաև նշեմ եւ ցավով նշեմ հայ-հունական համատեղ ԼՏՊ ընկերությունը, որը այսօր փաստացի բարձի թողի է մատնված հայկական կողմից, ԼՏՊ-ը լազերային տեխնիկա եւ հունական պիրկալ ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է, որը գործում է Հայաստանում, որում հունական կողմը ունի համարյա 50% բաժնված, բայց այսօր հայկական բաժնետեր լազերային տեխնիկա փակ բաժնետիրական ընկերություն լուծարված է, փաստացի այդ համագործակցությունը մատնված է անտերության։ Ինչ վերաբերում է Հունաստանի հետ խորացող ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը Կներեք, թեև դուք նշեցիք, որ այդ համագործակցությունը նոր չէ, վաղուց կար, բայց մենք նախկինում հիշում ենք, թե ինչպես էր սահմանափակվում Հայաստան-Հունաստան այս պաշտպանության ոլորտում համագործակցությունը, հիմնականում մեր սպաներին ուղարկում էինք վերապատրաստման, այսպես փոխադարձ փոխի փոխանակումամբ էինք սահմանափակում չէր, իրականում բազմաճյուղ համագործակցություններ, ինչպես ասացի, եւ ռազմատեխնիկականներ, եւ ռազմական, որտեղ մեր այսօր սպաների ահագին գործող նաև սպաների ահագին թվականակա, որոնք Հունաստանում ստացել են իրենց սպայական կոչումը։ Իսկ անցել են այնտեղ սպայական կրթություն, 4 տարի գնում էին Հունաստանում սովորում էին, սպայական կոչումը ստանում էին եւ գալիս են ծառայում էին հայկական զինված ուժերում եւ պետք է ասեմ, որ իմ պաշտպանության նախարարությունում աշխատած ժամանակ Հունաստանում կրթված Հունաստանում վերապատրաստված սպաները էական կերպով տարբերվում էին մնացածից իրենց այսպես մտահորիզոնի լայնությամբ եւ այդ թվում նաև քննադատական մոտեցմամբ առաջարկող փոփոխություններին կամ ընթացող process-ներին։ Այսինքն պետք է ասենք, որ Հունաստանի հետ համագործակցությունը նոր չի, որ զարգանում է, հա, բայց մյուս կողմից էլ ռազմական համագործակցությունը պետք է նշենք, որ հենց մենակ դրանով էլ սահմանափակվում է, ի տարբերություն, ասենք, մեր ողերմ հարևանների, որոնք ռազմական համագործակցություն են զարգացնում շատ երկրների հետ, հենց անցած ամիս մեծ զորավարժություններ տեղի ունենում 10,000 գերազանցող զինծառայողների մասնակցությամբ մեր քթակ Կարսի շրջակայքում ընդ որում այդ զորավարժությունների հիմնական թեման Հայաստանը գրավելն էր ձմեռային պայմաններում, հա, եւ քաղաքային պայմաններում մարտեր վարելը զորքից հետո մտնել բնակավայրերը մաքրելը եւ այլն, այսինքն մենք պետք է այն ինչ որ ասում ենք, որ զարգանում է, ասենք, հայ-հունական կիպրոական երակոմ ռազմական համագործակցությունը, պետք է ասենք, թե իրականում ինչ է արվում դրանում։ Հա, հայկական զորքը, զինված ուժերը ոչ մի զորավարժություններ չեն անցկացնում, չեն մասնակցում։ Այսինքն սա մեծ բաց է, հաշվի առնելով, որ նախորդ տարի այդ հայտնի պայմանագիրը ստորագրվեց կողմերի միջև, բայց որը փաստորեն նաև զենքի եւ այլնի մատակարարում է իր մեջ ընդհանրում բայց դրանք չեն արդյունավորվում օրինակ զորավարժությունների իրականացմամբ այդ փորձը ավելի խորացնելու, ամրապնդելու։ Տեսեք, հաղորդագրության մեջ նշվում է, որ Էդվարդ Ասերյանը ներկայացրել է հայկական զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներ, այո, բայց հայ ժողովրդին ինչ են ասում։ Արդյոք հայ ժողովրդին զեկուցում են զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների մասին։ Իսկ ինչ բարեփոխումներ են տեղի ունենում բանկերով։ Դե այսպես պատրանք է ստեղծվել, որ ինչ որ բաներ են տեղի ունենում զինված ուժերում, բարեփոխումներ, այսպես ասած, բայց իրականում այն ինչ որ տեղի ունենում, եւ ես շատ մոտիկից գիտեմ դա, այսպես բուտաֆորիկ ատեստացիայի գործընթացը տեղի ունենում, որի արդյունքում քիչ թվով սպաների աշխատավարձ է բարձրացվում, բայց ընդհանրապես աշխատավարձ։ Մենք բազմաթիվ խոստումներ ենք լսել, այդ թվում նաև ներկա գործող պաշտպանության նախարարի կողմից, հա, գլխավոր շտաբի կողմից, որ իրական բարեփոխումներ են տեղի ունենում կամ տեղի ունենալու, բայց այսօրվա պաշտպանության նախարարը 3 տարուց ավել պաշտոնավարում է, գլխավոր շտաբի 2 տարուց ավել պաշտոնավարում է, այն ինչ որ տեղի ունեցել իրենց ընթացքում, ընդհանրապես Հայաստանի սուվերեն տարածքից տարածքներ են ռազմակալվել, գրավել, մենք ունեցել ենք բազում զոհեր իրենց պաշտոնավարման ընթացքում, իսկ բարեփոխումների ընթացք մենք տեսնում ենք ընդհանրապես առաջնագծում վերգետնյա կացարաններ կառուցելով կամ 1-2 այսպես խորը ամրացված պաշտպանական շրջաններ կառուցելով, որոնք իրենց նաև իրենց խոստովանությամբ մի 500 կիլոգրամանոց ավիառոմբի բաժին են։ Իրական բարեփոխումներ տեղի չեն ունենում։ Պաշտպանության նախարարը անցած շաբաթ էր, թե նախանցած շաբաթ
զինված ուժերում համազգեստի փոփոխության հարցմանը լրատվամիջոցներից մեկի, ելի ինչ որ խոստումներ են տվել, որ այո, այդ գործընթացը տեղի ունենում, գործընթաց կատարում, բայց այսօր տեսնում ենք, որ զինված ուժերի սպաները, այդ թվում նաև պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում ծառայող սպաները, դեռևս իրենց դաշտային համազգեստը նույնն է, ինչ որ ես ինքս ստացել եմ 2016 թվականին, այսինքն դա ընդհանրապես հագուստ է, ոչ թե համազգեստ, ոչ թե ֆունկցիոնալ համազգեստ, եւ այս պատրանքային գործընթացները իրականում ոչ մի լավ բանի չեն բերում։ Մինչ կանդրադառնանք այսպես կոչված, ինչպես դուք եք նշում, նշեցիք փաստորեն մուտաֆորիկ փոփոխություններին, ամփոփենք Հունաստանի թեման, տեսեք վերջին ժամանակներս շատ է խոսում Հայաստան-Հունաստան ռազմական համագործակցության մասին եւ S-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման, իհարկե գիտենք Հունաստանի պաշտպանության նախարարությունը ըստ էության դա հերքեց, բայց որքանով է հավանական նաեւ այս տեսակ համագործակցություն եւ առհասարակ հիմա Հունաստանի ռազմական արդյունաբերությունը իր զարգացման որ մակարդակում է գտնվում, օրինակ ռազմատեխնիկական մենք ինչպիսի այսպես ոլորտներից կարող ենք նրանց օգտվել, կոնկրետ որ ոլորտներն են շատ զարգացել, որոնք կարող են նաև շատ օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։ Հունաստանը երբեք աչքի չի ընկել զարգացած ռազմարդյունաբերությամբ, ունեցել են ժամանակին այսպես Hellenic Defense Industries եւ Pirkal-ը դրանց մեջ եղել է մեծ ձեռնարկություն, բայց տարիների ընթացքում այդ թվում նաև գիտենք, որ Հունաստանը երկար եւ խորը տնտեսական ճգնաժամի մեջ է գտնվել, հիմա էլ է գտնվում եւ արդյունաբերությունը այնտեղ չի զարգացել այն տեմպերով, ինչպես ասենք Իտալիայում, Ֆրանսիայում կամ Թուրքիայում, եւ գաղտնիք չէ նաեւ, որ հայ-հունական ռազմական կամ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը առաջին հերթին կոչված է զսպելու նաեւ թուրքական ագրեսիան եւ թուրքերը եւ ադրբեջանցիները դրան շատ այսպես խանդով եւ ագրեսիվ կերպով են դրան արձագանքում, ընդ որում թուրքերը դա անում են շատ հաճախ ադրբեջանցիների բերանով, բայց պետք է հաշվի առնենք, որ չկա Ադրբեջան սուվերեն պետություն, կա թուրքական վասալ Բաքվի հանրապետություն, որը ընդհանրապես ասում է այն, ինչ Թուրքիան իրեն ասում է անել, կամ անում է այն, ինչ Թուրքիան իրեն ասում է անել։ Այդ թվում դա նաև վերաբերում է 16 եւ 20 թվականների եւ 23 թվականների պատերազմներին։ Դա ընդհանրապես թուրքական ագրեսիայի ընդ որում հենց ուղիղ կերպով թուրքական ագրեսիայի դրսևորումներ են։ Ադրբեջանը երբեք ինքնուրույն այդ որոշումները չի կայացրել եւ չի իրականացրել։ Եվ թուրքերն էլ ունեցել են դրա մեջ գործուն մասնակցություն, իրենք էլ դա չեն թաքցնում։ Եվ հայ-հունական համագործակցությունը պետք է ոչ թե զարգանա այսպես արձանագրային հանդիպումներով կամ արձանագրային համաձայնություններով, այլ մենք պետք է ունենանք ուղիղ կերպով եւ ամենօրյա այսպես համագործակցություն, որը մի րոպե կամ մի վայրկյան նույնիսկ չպետք է դադարի։ Բայց ինչ ենք տեսնում, ես չեմ կարողանում հիշել, երբ ենք վերջի անգամ հունական զինված ուժերի հետ համատեղ ինչ որ զորավարժություն, թեկուզ հրամանատարաշտաբային կամ թեկուզ ինչ որ փոխգործակցության ինչ որ զորավարժություններ անցկացրել, եթե դա չի վերաբերում, ասենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, Վրաստանում հիշում եք, ժամանակին ՆԱՏՕ-ն անցկացնում էր զորավարժություններ, որին հայկական զինված ուժերից ինչ որ զորախումբ մասնակցում էր, բայց արդեն 5 տարի դրանք տեղի չեն ունենում։ Եվ պետք է նաև նշել, որ հայկական զինված ուժերը համարյա ոչ մի զորավարժություն համատեղ չեն անցկացնում, անցած տարի ամերիկյան զինված ուժերի հետ անցկացրին, այսպես ասած, Eagle Partner կոչվող զորավարժությունը, որը շատ սահմանափակ էր եւ զինծառայողների թվակազմի մասնակցությամբ եւ իր շրջանակներում ընդհանրապես խաղաղապահ ինչ որ գործողություններ էին փորձում այսպես նմանակել կամ վարժանք անցկացնել, որը որևէ նստվածք մեր զինված ուժերում չի տվել։ Պարոն Քերոբյան, ըստ էության կոնկրետ, այսպես ասած, զենքի տեսակներ մատակարարելու առումով չեն կարող ակնկալել Հունաստանից, եթե նշում եք, ըստ էության ճգնաժամը վերջին տարիներին պերմանենտ այդ երկրում եւ այս առումով զարգացման, այսպես այն պոտենցիալն ու մակարդակը չունեն, որից կարող է Հայաստանը։ Իսկ ոչ թե պետք է ակնկալել, այլ պետք է դրա համար գործուն քայլեր ձեռնարկել։ Բայց երբ որ քո սեփական պաշտպանության փոխնախարարը հրապարակայնորեն սպառնում է սեփական ռազմաճյուղաբերական ձեռնարկություններին տուգանքներով, տուժերով, ժամկետները խախտելու պարագայում պայմանագրեր լուծելով, ապա որևէ գործընկերոջ մոտ չի կարող վստահություն առաջանալ, որ
Հայաստանը վստահելի գործընկեր է այս մասով։ Չնայած, տեսեք, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ արդեն գործող պայմանագրեր կան եւ մատակարարումներ եւ նաեւ հայտարարված եւ չհայտարարված մատակարարումներ, բայց գործընկերները նաեւ նայում են, թե ասենք ինչ գործողություններ դու իրականում իրականացնում։ Եթե դու ունես հրետանային զինամթերք արտադրող ձեռնարկություն, որը գտնվում է ֆինանսական ծանր դրության մեջ Հայաստանում, ապա գործընկերների մոտ հարց է առաջանում, իսկ արդյոք այն ինչ որ դուք ասում եք, իրականում պատրաստ եք կամ կարող եք իրականացնել։ Եթե դու ունես զարգացող ԱԹՍ-ների արտադրություն, բայց ուրիշներից ԱԹՍ ես ուզում ձեռք բերել, գործընկերների մոտ հարց է առաջանում, բայց ինչի համար ես այդ ինդուստրիան քո մոտ զարգացնում կամ ասում որ զարգացնում ես, եթե իրականում դեռևս հույսը դնում ես դրսից մատակարարումների վրա։ Եվ շատ կարևոր է թե հողի վրա տեղում Հայաստանում ինչ է արվում այդ արդյունաբերությունը զարգացնելու մասով, որպեսզի գործընկերների մոտ վստահություն կամ գոնե ինչ որ պատկերացում առաջին, թե իրենց ինչ է սպասվում այստեղ տեղում արտադրություններ հիմնելու ժամանակ։ Պարոն Քերոբյան, հիմա ինչպես է գնահատում այդ բարեփոխումների, այսպես ասած, ներկա փուլը մակարդակը, եթե այսպես 10 բալանոց համակարգ ընտրենք, ձեր կարծիքով կտրվել են քննությունից, միջին վիճակ է, բավարար վիճակ է, հիմա որ փուլում ենք գտնվում, ի վերջո այդ մասին անընդհատ խոսում է վարչապետը, այդ մասին խոսում է պաշտպանության նախարարը, իշխանական պատգամավորներն են անընդհատ խոսում, բավական է այցելել սահմանակից եւ դուք կտեսնեք, թե ինչ ահռելի աշխատանք է, պարզապես մենք չենք բարձրաձայնում, որ չիմանան։ Դե բավական է այցելել առաջնագից, որպեսզի տեսնենք, թե Ադրբեջանը ինչ է կատարում, ինչ է իրականացնում մեր սահմաններից նույնիսկ ներս։ Հերիք է բացել, ասենք, Google Maps-ի անցած տարվա նկարները, որպեսզի տեսնենք, թե ինչքան ամրաշինական աշխատանքներ են կատարել ադրբեջանցիք ՀԽՍՀ, այսպես ասած, սահմաններից ներս։ Շատ։ Եվ ամրանում են գետնի վրա, եւ գետնի տակ, եւ ճանապարհային ցանց են կառուցում, ջերմուկ բավական է այցելել եւ տեսնել այնտեղ հենց քաղաքի կենտրոնից ադրբեջանցիների դիրքերը։ Ինչ Լիբիանի մասին խոսում է, որ վերադառնալու իրենց դիրքերի նպատակ ընդհանրապես չկա։ Ընդհանրապես չկա։ Եվ այդ հողը հետ վերադարձնելով որևէ հնարավորություն էլ չկա։ Եթե գլխավոր շտաբը բացահայտ հայտարարում է, որ ռազմակալված տարածքները վերադարձնելով ռազմական խնդիր չի դրված, ապա բարեփոխումների մասին ընդհանրապես խոսել ավելորդ է։ Ես սիրում եմ այդ մի տարը փոխել, տարը փոխում չեով, չարեփոխումներ եմ ասում, եթե չարեփոխումները գնահատելու ունենք, ապա 8-ի կարգի գնահատական կարելի է տալ, որովհետև առաջին հերթին զինված ուժերի բարեփոխումները պետք է ռազմական ոգին, զինված ուժերի մարտական ոգին բարձրացվի, բայց երբ որ զինված ուժերի գլխավոր զինվորական պաշտոնյան ասում է, որ ռազմական խնդիր չի դրված, ապա այդտեղ մարտական ոգի բարձրացնելու մասին խոսք չի գնում։ Եթե զինված ուժերում ատեստացիա են անցկացնում գեներալներին կամ գնդապետներին մի կիլոմետր ասֆալտի վրա առանց բեռնվածքի վազեցնելով ֆիզիկական պատրաստության գնահատական նշանակելով կամ նախորդ տրված հարցաշարից, ասենք 600 հարցանոց հարցաշարից 10 կամ 20 հարց պատասխանելու եւ այդտեղ գնահատական դնելու առանց մասնագիտական իրական գիտելիքները ստուգելու, իրական մարտական պայմաններում իրենց կարողությունները, հմտությունները ստուգելու, առանց ստրեսի տակ դնելու եւ ճնշման կամ այսպես ծանրաբեռնման տակ իրենց իրական կարողությունները ստուգելու, ապա այստեղ բարեփոխումների մասին խոսելը ավելորդ է։ Պարոն Քերոբյան, ինչ կոնկրետ գործնական քայլեր եք ակնկալում, որ ըստ էության չի իրականացնում Հայաստանի զինված ուժերը, պաշտպանության նախարարությունը, կառավարությունը, որն էլ այսպիսի քննադատության տեղիք է տալիս։ Տեսեք, կառավարությունը իր բարձրագույն պաշտոնյաների բերանով ասում է համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգիներ դնում, զարգացում, դա որպես այն այլ ընտրանք, բայց գետնի վրա որևէ քայլ չի արվում։
Տարածքային պաշտպանության ուժերի իբրև պետք է ստեղծվեին 2020 թվականի պաշտպանության մասին օրենքում աշխարհազոր բառը մցվեց, որը կառավարությունը բերել է 4 տարի հետո կամ 5 տարի հետո բերել է աշխարհազորը փոխում է տեղական պաշտպանության ուժերով, իսկ շատերը նշում են, որ մեծաշոր շատ մեծ տարբերություն չկա։ Ոչ մի տարբերություն չկա, ավելին ասեմ, այնտեղ տեղական պաշտպանության ուժերի մասին խոսելիս ոչ զինապարտ տղամարդ բնակչության մասին է ընդհանրապես խոսք գնում, այսինքն զինապարտ տղամարդիկ զորակոչվում են էլի հին ձևով, հա, մոբ կոչված, այսպես ճակերտավոր մոբ կոչված, որը շատ բացասական արդեն իմաստ է, բովանդակություն է ներդրվել դրա մեջ, որևէ իրական բարեփոխում կամ որևէ իրական քայլ համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի ներդրման տեղի չի ունենում։ Այսինքն նախորդ շաբաթ հայտարարվեց այսպես ազգային անվտանգության նոր ռազմավարություն գրելու մասին։ Արմեն Գրիգորյանն էլ գլխավորելու է, սկսել են արդեն աշխատանքը։ Սկսել են, աշխատանքային խումբ են կազմել, հա, եւ այդ աշխատանքային խմբի կազմում ներգրավել են տարատեսակ փոխնախարարներ եւ զինված ուժերից ներգրավել է երկու փոխնախարար, հա, գլխավոր շտաբ պետը եւ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը, որ ընդհանրապես ռազմական գործի հետ որևէ կապ չունի, այսինքն պաշտպանության նախարարությունից այնտեղ պաշտոնյա է ներգրաված, որը պաշտպանության հետ կապ չունի, ինչի հետ կապ ունի չգիտեմ, եւ ընդհանրապես պաշտպանության նախարարի տեղակալները բացառության բրության կարանի ինչով են զբաղված, ոչ մեկ չգիտի։ 3 տեղակալ ունի նրանից բացի, ասենք մեկը գիտեն, գլխավոր շտաբի պետն է, հա, բայց այստեղ նաև զինված ուժերի ստորադասման հարցեր կա։ Գլխավոր շտաբի պետը բարձրագույն զինվորական պաշտոնյան է, նա իր կարգավիճակով սահմանադրական պաշտոն է զբաղեցնում, գլխավոր շտաբի պետը, մնացածը փոխնախարարներն են աշխատանքային խմբում։ Այստեղ ունենք այսպես անհամադրելի մասնակցություն։ Ավելի ռազմական ոլորտում փորձառու սպաներ պետք է ներգրավվեն։ Ազգային անվտանգության ռազմավարության աշխատանքային խմբում գլխավոր շտաբի պետը անելու բան չունի։ Ինքը անելու բան ունի դրա արդեն ավելի վերև մակարդակում, հա, նախարարական կամ բարձրագույն քաղաքական մակարդակում։ Պետք է չմոռանանք, որ գլխավոր շտաբի պետը անվտանգության խորհրդի անդամ է։ Հա, իսկ մնացած բոլոր փոխնախարարները ոչ։ Եվ այստեղ այդ աշխատանքային խմբում անվտանգության խորհրդի 2 անդամ են ներկայացված, բայց այդ կազմն էլ նույնիսկ, ասենք համադրելի կազմ չէ։ Եթե գլխավոր շտաբի պետ այնտեղ պետք է լինի, ապա պետք է լինի ազգային անվտանգության ծառայության տնօրենը կամ արտաքին հետախուզական ծառայության տնօրենը։ Հա, այսպես այդ մակարդակով պետք է ներկայացված լինի, ոչ թե Այսինքն աշխատանքը սկսել են արդեն սխալ կերպով են սկսել արդեն աշխատանքը։ Բացի դրանից պետք է չմոռանանք, որ նախորդ ազգային անվտանգության ռազմավարությունը, որը 2020 թվականի հունիսին հրապարակվեց, բայց էլի տարատեսակ օրենսդրական բացերի կամ անկատարությունների պատճառով այն այնպես էլ գործող փաստաթուղթ չի դարել, կարգավիճակ չունի այդ ազգային անվտանգության ռազմավարությունը։ Եվ պատերազմից հետո այլևս կորցրել է, այսպես ասած։ Այո, մեր անվտանգային միջավայրը կտրուկ եւ կատակլիզմիկ փոփոխությունների ենթարկվել։ Նախորդ ազգային անվտանգության ռազմավարության մեջ ցեղասպանությունը, Արցախի հարցը եւ մնացած ամեն ինչը կենտրոնական դեր էին տանում։ Այսօր նույնիսկ դրանցից հրաժարվում է այսօրվա կառավարությունը, այլ ինչն է դառնալու մեր անվտանգության համակարգի բաղադրիչ, եթե ոչ մեր գոյաբանական սպառնալիքները։ Եթե գոյաբանական սպառնալիքները հանում ես եւ հայտարարում ես, որ դրանք առաջնահերթություն չեն, ապա այդ անվտանգության ռազմավարությունը ինքը դառնալու է էլի հերթական մեռելացին փաստաթուղթը, որը ոչ մի նշանակություն կամ ոչ մի հիմնարար նշանակություն չի ունենալու։ Եվ այսօր տարատեսակ պաշտոնյաներ եւ պաշտպանության նախարարությունից եւ անվտանգության խորհրդից իրենց անգործությունը բացատրում են հեղում կատարելով այդ ազգային անվտանգության ռազմավարության բացակայությանը, բայց դրանից տուժում է նաև ժողովուրդը եւ պետությունը համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի մասին խոսում են պաշտոնյաները արդեն խոսում են 2 տարի եւ չեն թաքցնում, որ դա տեղի ունենում հանրային ճնշման կամ նախաձեռնող ակտիվ խմբերի ճնշման ազդեցության տակ, բայց իրականում քայլեր որևէ տեսակի քայլ չի ձեռնարկվում։ Տեսեք, տարածքային պաշտպանության ուժերի հրամանատարություն ստեղծվել է, բայց այդ տարածքային պաշտպանության ուժերը այդպես էլ չեն ձևավորվում։ Բայց դրանց ձևավորման հիմնական առանցքայինը պետք է լինի մշտական գործող եւ մշտական կազմող ստորաբաժանումների արկայությունը, բայց այսօր տեսնում ենք, որ էլի վարժական հավաքներ անցկացնում են առանց վարժանքների,
իրականում դա դիրքապահ ծառայության է վերափոխվում, ձևափոխվում, դիրքապահների քանակային բացը լրացնելու իմաստով, բայց գործող ստորաբաժանումներ, մշտական կազմող ստորաբաժանումները այդպես էլ չեն ձևավորվում։ Պարոն Քերոբյան, եթե ամփոփենք զրույցը եւ վերադառնանք Հայաստան-Հունաստան, այսպես ասած, ռազմական համագործակցությանը, առաջինը, որը ակնկալվում էր, գոնե համատեղ զորավարժությունները պիտի լինեին։ Դա պարտադիր բան է։ Եթե դու գնում ես Հունաստանի հետ, գնում ես Հայաստան-Հունաստան, պարտադիր է համատեղ զորավարժությունները։ Պարտադիր է զորքերի փոխգործակցությունը։ Գոնե գիտենք մի բան, որ Հունաստանը մեր բնական դաշնակիցն է։ Թուրքիան իր արևմտյան սահմանում ուղիղ կերպով սպառնում է Հունաստանին, արևելյան սահմանում ուղիղ կերպով սպառնում է Հայաստանին։ Եվ մենք ունենք բնական այսպես համատեղ հետաքրքրություններ, գոյաբանական հետաքրքրություններ։ Թուրքիան չէլ թաքցնում իր ծավալապաշտական նկարտումները։ Տեսեք ինչ կատարեց Սիրիայում։ Տեսեք ինչ է անում Իրաքում, տեսեք ինչ է անում քրդերի հետ։ Տեսեք ինչ է անում ընդհանրապես Մերձավոր Արևելքում, փորձում է դառնալ տարածքաշրջանային հեգեմոն։ Թուրքական պետությունների այսպես համագործակցություն է զարգացնում, խորհուրդ է կամ կազմակերպություն է ձևավորել, որի բոլոր քարտեզներում Հայաստանը չկա։ Իսկ իրենք համարում են, որ Հայաստանը չպետք է նույնիսկ լինի։ Եվ այստեղ հայ-հունական համագործակցությունը եւ պետք է ասել հայ-հունական կիպրական, որտեղ նույն ձև սպառնում է նաեւ Կիպրոսին, Կիպրոսի գոյությանը։ Գիտենք, որ Կիպրոսի 30%-ը, կղզու 30%-ը ռազմակալված է Թուրքիայի կողմից արդեն 50 տարուց ավել եւ չեն էլ պատրաստվում դուրս գալ եւ Ադրբեջանն էլ ներքաշում են Կիպրոսի հունական հյուսիսային Կիպրոսի հանրապետություն ճանաչելու գործընթացի մեջ։ Տեսնում եք, թե ինչ է կատարվում։ Եվ հույների հետ մենք պետք է ամեն ամիս գոնե զորավարժություն անցկացնենք։ Ամեն ամիս պետք է Հայաստան-Հունաստան փոխադարձ ռազմական այսպես ոչ միայն այցեր, այլ գործողություններ տեղի ունենան։ Ըստ էության չենք օգտագործում նաև այս հնարավորությունը հետ։ Վերածվել է ընդհանրապես արձանագրային հաղորդագրությունների լրաշարի, այսպես ասած։ Սայլ Ասրյանի այցն էլ հերթական արձանագրումն է։ Ես շատ կուզենայի, որ իրական արդյունք ունենար, բայց իրական արդյունք մի գործընկերոջից, որը հայտարարում է, որ իր ռազմակալված տարածքները չունի խնդիր ազատելու, ես չեմ կարծում, որ այդպեսի արդյունք կարող է լինել։ Շնորհակալ եմ, պարոն Քերոբյան։ Շնորհակալ։ Տաղավարում զրուցում էի ռազմաարդյունաբերության ոլորտի փորձագետ Ավետիք Քերոբյանի հետ։